Նախ ես ռեալ պոլիտիկի կրող եմ եւ խոսում եմ փաստերի հիման վրա։ Ամենայն հարգանքով երկրորդ նախագահի անձի հանդեպ Ռոբերտ Քոչարյանը սոցիոլոգիական որևէ հարցման տվյալներով ընդդիմության ֆավորիտների ցանկում չի ես պահին։ Եվ չէ կարող արմատապես վիճակ փոխել, այսինքն կոնսոլիդացիոն պոտենցիալ չունի։ Այս պահին իմ սուբյեկտիվ ընկալմամբ ընդդիմադիր սեգմենտի առաջնորդությունը ավելի շատ պատկանում է երկու այլ ուժերի, որոնցից մեկի ներկայացուցիչը ես եմ։ Եվ այս պարագայում երևի ավելի ճիշտ կլինի պարոն Քոչարյանի կողմնակցին դուք հարցնեք, արդյոք առաջատար որևէ ընդդիմադիր կենտրոնի այդ թվում Բարգավաճ Հայաստանի տեխնացուին իրենք ձայն կտան, թե չէ։ Դե դժվար է հարցնել, որտեղ իրանք ինձ կասեն, իսկ ով է տեխնացուն, ես ասել եմ, չգիտեմ, Քարոզ Արշավի ժամանակ առիթ կունենաք անձի անունը իմանալու, կարող եք անձով հարցնել, էլի եմ կրկնում, իրավիճակը փոխվել է, ընդհանրապես ես կարծեմ դերևս 2 տարի առաջ էլի առիթ էր եղել, այս տաղավարում դուք ինձ հյուրընկալել եք, ես Արցախի կործանումից հետո էր, կարծիք եմ հայտնել, որ Արցախի կործանումից հետո ներքաղաքական կոնֆիգուրացիայի մեջ փոփոխություններ եղել, անուղղակի հետևանք որպես էլի։ Երեք նախագահների պատմաշրջանը անկախ նրանց նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքով փակված է։ Շատ լավ։ Հիմա դուք առաջարկում եք ինձ պատմության հետ կռիվ տալ, դրա համար ձեր հարցին Քոչարյանի կաջակցենք թե չէ, թույլ կտակ ես անդրադառնամ, երբ որ կենսաթոշակային տարիքի լինեմ, զբաղմունք չունենամ, զբաղվեմ իմ մասնագիտությամբ։